Սերժաքոչարյանական տուրուդմփոցները, դոկի խորտակվող կարիերան, հայերի օսկարակիր վիճակներն ու էլի մի երկու կարևոր բան ձևավորեցին ամենաքննարկվածների այս թոփ 5-ը։ Վարդան Ղուկասյանը մեկ կետի անկումով զբաղեցրեց մեր 5-րդ հորիզոնականը։ Նրա վիճակը ամերիկյան իրավապահների շնորհիվ այնքան է վատացել, որ նա չի կարողանա ապականել գոնե Գյումրու ընտրությունները։ Ով կարող էր պատկերացնել, որ հայ ժողովրդին մեծագույն խայտառակությունից Գյումրու ընտրություններին դոկ կուսակցության մասնակցությունից կփրկեն ամերիկացիները։ Նրանք թույլ չտվեցին աշխարհի ամենակեղտոտ բերանով, մտքերով ու ստերով մարդուն ևս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանում կան հազարավոր դոգանման քաղաքացիներ, իսկ մեր քաղաքական դաշտն էլ այնքան է այլասերվել, որ այդ մարդիկ հասել են ահա այսպիսի շնաբարո ընտրության։ Սերժ Սարգսյանն այս շաբաթ գրավեց ամենաքննարկվածների 4-րդ տեղը, երբ իր վաղեմի զինակից Ռոբերտ Քոչարյանի թիմը արձակվեց նրա վրա։ Երկու նախկին նախագահների թիմերն իրար բզկտելով վերջապես կարողացան մի մեծ արդյունք գրանցել։ Նրանք բոլոր իշխանականներին դուրս թողեցին ամենաքննարկվածների շարքերից, վերջապես հանրության ուշադրությունն իրենց հակառակորդներից բերելով դեպի իրենց։ Իհարկե, այդպես էլ պարզ չդարձավ երկու նախագահներից ով էր ավելի մեղավոր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու եւ պահելու համար։ Այս ամենի շնորհիվ շատերը հասկացան, որ եթե պիտի ընտրեն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, ապա ավելի լավ է նորից ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Այնուամենայնիվ, եթե ընտրությունը լինի միայն երկու նախկինների մեջ, ապա Սերժ Սարգսյանը կհաղթի Ռոբերտ Քոչարյանին իր ներկայիս թիմի կարողություններով, իր մեդիա ռեսուրսների ազդեցությամբ եւ Քոչարյանի համեմատությամբ իր մարդկային շատ ավելի դրական որակներով։ Եղիշե Կիրակոսյանը միակ պաշտոնյան էր, որ այս շաբաթ կարողացավ մտնել քննարկվածների հնգյակ եւ զբաղեցնել 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Նա շատ քննարկվեց, որովհետեւ դարձավ նախկին, չնայած նա լավ պաշտոններ ուներ թե նախկինների եւ թե ներկաների օրոք։ Հանրությունը շատ հուզվեց, երբ նրան թվաց, որ Կիրակոսյանը Փաշինյանից հեռանում է Ադրբեջանի դեմ հայցերի հետ կապված սկզբունքային տարաձայնությունների պատճառով, այնինչ Կիրակոսյանը հեռացավ վարչապետին ջերմագույն դիֆերամներ երգելով։ Նա գնաց այն օրը, երբ հերթական պարտությունը կրեց միջազգային դատարանում եւ գնաց վերամիավորվելու նախկինների մեծացող բանակին։ Մանեթ Հանդիլյանը դարձավ երկրորդը մեր այս հիթ շքերթում, որովհետև անձնազոհաբար իր վրա փորձեց վերցնել Ռուբեն Վարդանյանի զրկանքների գոնե մի փոքր մասը, նրա հացադուլը։ Որքան էլ որոշ իշխանականների դուր չգա, որ Բաքվում գտնվող գերիներից մեկը հատուկ առանձնանում է մյուսներից, մարդիկ իսկապես չեն կարողանում ուրանալ Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի դպրոցը, Տաթևի թևերը, Ավրորա նախագիծը եւ ելի շատ բաներ, որ նա արել է Հայաստանի եւ Արցախի համար։ Հենց նման մեծ գործերի շնորհիվ էլ կան Հանդիլյանի նման մարդիկ, որ ամեն կերպ կենտրոնացնում են բոլորի ուշադրությունը գոնե մեկ նվիրյալ հայի փրկության համար։ Հարգելի հայրենակիցներ, ես այսօր մարտի 5-ն եմ։ Ես ուզում եմ ձեզ խոսքացեմ որպես Ռուբեն Վարդանյանը, հենց ոնց որ ես կամ հայ ոգով, ռուսերեն մտածող, խոսող աշխարհի մարդ, երջանիկ, իմ կնոջից միասին բոլորին սիրող եւ ինքնակրթվող եւ ծառայող Աստծուն։ Վաչե Թովմասյանը դարձավ հայկական երազանքի մի վառ օրինակ, թե ինչպես տաղանդավոր հայաստանցի տղան կարող է գրավել հոլիվուդյան բարձունքը։ Ամերիկայում վաղուց ապրող ու ստեղծագործող Կարեն Կարագուլյանի հետ միասին նրանք փայլուն մարմնավորեցին երկու հայ բանդիտների դերերը Անորա ֆիլմում եւ դարձան այս տարվա ամենաօսկարակիր ֆիլմի ամենաճանաչված հերոսները եւ ամենաքննարկված հայերը մեր շաբաթի թոփ 5-ում։